Բարի լույս բոլորին, այսօր երկուշաբթի է, մայիսի 5-ը մենք սիրով ձեզ ասում ենք ողջույն, այս պահին տաղավարում ես եւ Ադրինեն ենք, քիչ հետո մեզ արդեն կմիանա մեր Սոնան եւ իհարկե արևն ու պայծառությունը ել ավելի ուժեղ կշողա մեր եթերից եւ մենք կողջունենք ձեզ բարի լույս Ադրինե ջան։ Բարի լույս Սուրեն ջան, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին, ողջունում ենք եւ ասում ենք միացեք մեզ առաջին ծրագրին։ Այո, առաջին ծրագիրն արդեն սկսվեց, այսօր երկուշաբթի, աշխատանքային շաբաթը նոր է սկսվել, դրսում լայն ժպտում է արևը, չնայած ասեմ, որ այսօր եւ վաղը մի փոքր եղանակային պայմանները օրվա երկրորդ կեսից փոխվելու են, անձրևելու է, բայց կարևորը որ օրը սկսենք արևոտ ու պայծառ, իսկ այդ արևն ու պայծառը համաձայն եք, որ արդեն օրվա ընթացքում կուղեկցի բոլորիս։ Այսօր քանի որ մայիսի 5-ն է, մի շատ հետաքրքիր մասնագիտական տոն կա։ Նշում են մարդիկ, ում հոգատար ձեռքերի շնորհիվ մեզանից շատերը ծնվել են։ Ավելի քան 2 տասնամյակ շարունակ մայիսի 5-ը համարվում է մանկաբարձուհիների միջազգային օրը։ Իսկ ես հիշեցի փոքր ժամանակ, որ մանկաբարձուհիներին այդպես ասում են տատմեր, եթե չեմ սխալվում։ Չես սխալվում, շատ ճիշտ ես ասում, այո, մեր տատիկներն էլ միշտ ասում էին տատմերը, այդպես է արտահայտություններ կան։ Շատ իհարկե շեղում է սա, բայց նաև կատակ մի փոքր պոզիտիվ էլ փոխանցենք։ Ես հիշում եմ շատ հին ժամանակներում, երբ հենց տանն են ծննդաբերել կանայք, ասում են տատմորը մի քանի հատ օճառ տվեցինք, ոնց որ փոխհատուցում, կամ չգիտեմ, շաքարավազ տվեցինք, կամ չէ, այսինքն ոչ գումարային։ Այո, եւ այդպես շատ հետաքրքիր ասեմ, մի հատիկ օճառով ես դու ծնվել, օրինակ։ Դե տոնի գաղափարն առաջարկեց մանկաբարձերի միջազգային կազմակերպությունը 1987 թվականին Նիդերլանդներում անցկացվող ասուլիսի ժամանակ։ Տոնը պաշտոնապես ընդունվեց 1992 թվականին։ Այսօր այս տոնը նշում են ավելի քան 50 երկրներում։ Տոնի հիմնական նպատակը մանկաբարձի աշխատանքի կարևորության մասին հանրությանը տեղեկացնելն է։ Բավական հետաքրքիր է։ Իհարկե հետաքրքիր է։ Այո, մասնագիտությունները շատ են եւ հետաքրքիր մասնագիտություններ կա, որոնց մասին մենք պարզապես գիտենք, բայց իհարկե շատ չենք այսպես ուսումնասիրել եւ կարծում եմ, որ երբ որ քո ձեռքերի մեջ արդեն նոր կյանքն է լույս աշխարհ գալիս, դա իհարկե ես փորձում եմ պատկերացնել նրանց հրճվանքը, թե ինչ զգացողություններ է դա։ Հրաշալի, նաև շատ պատասխանատու, որովհետև այդ պահին հենց առաջին մարդիկ իրենք են, որ այդ նոր կյանքը իհարկե վերցնում են իրենց ձեռքերի մեջ եւ իհարկե այն ինչը, որ չգիտեմ, հետո պետք է ուղարկեն մեծ աշխարհ, մեծ կյանք, շատ հաճելի։ Այո, շատ հաճելի, այնպես որ տրամադրությունը իհարկե լավ է։ Շատ լավ է, ես էլ խոստանում եմ, որ պետք է անպայման խոհանոցում էլ այսպես ապահովեմ բարձր տրամադրությունը, սիրելիներս, այսօր շատ ես առաջ ընկնեմ մի փոքր ասեմ, որ շատ համեղ այսօր ուտեստ ենք պատրաստելու, բայց մինչ ուտեստը բնականաբար հորդորում եմ, որ անպայման նախաճաշեք, նախաճաշը կարևոր գրավականն է մեր օրգանիզմի, այնուհետև արդեն սուրճ, քաղցրեղեն, մրգեր եւ այլն, մինչեւ ճաշի ժամը։ Այո, մինչև ճաշի ժամ իհարկե դեռ մի քիչ ժամանակ կա եւ հենց նախաճաշն է պատճառը, որ մայրաքաղաքի փողոցները այդքան շատ խցանված չեն, որովհետեւ շատերը դեռ տանը նախաճաշում են, բայց նրանք ովքեր վաղուց արդեն նախաճաշել դուրս են եկել, արդեն հասցրել են ստեղծել այդ խցանումները, նույնիսկ 2 վթար կա, ցավոք սրտի Սարալանջի հատվածում 2 վթար կա, խիտ իհարկե խցանումներ առաջացնելով։ Այս պայդրությամբ մենք տեսնում ենք Աթենքի փողոցը բավականին խցանված է, Կիևյան կամուրջը երկկողմանի խցանված է, Արաբկիրի շրջանը բավականին շատ խցանված է, Սարալանջը 2 վթար եւ այդ պատճառով խցանումներ կան, փոքր կենտրոնում խցանված է, Նյասնիկյան իջնող հատվածը խցանված է եւ այո, ահա, երրորդ մասի հատվածում նույնպես կա վթար եւ խցանում կա։ Այստեղ մենք տեսնում ենք Արշակունյացն է, եթե չեմ սխալվում, դեպի Սասունցի Դավիթ գնացող հատվածը խցանված է։ Այո, երրորդ մասում նույնպես խցանումները բավականին շատ են, գնանք Մասիվի կողմը, հասկանանք այնտեղ ինչ է կատարվում։ Մասիվի կողմը, այո, այստեղ նույնպես Գայի պողոտան արդեն խցանված է։ Բավականին խիտ է մայրաքաղաքի երթևեկությունը, դե երկուշաբթի է, պարզ է։ Մենք էլ փորձենք այս երկուշաբթին դարձնել առավել հետաքրքիր։ Հիմա կլինի գովազդ մեր եթերում, կարծում եմ դադար, որից հետո արդեն կգանք ու կտեղափոխվենք նաև խոհանոց հասկանալու համար։ Անպայման, այո։ Ինչ է պատրաստելու մեր Ադրինեն։
Բարելույս շատ սիրելի հեռուստադիտողներ, բարելույս շատ սիրելի Սուրեն։ Սոնան վերադարձավ Սոնան։ Տաղավար։ Այն խցանները որ ցույց ենք տալիս, այդտեղ միտեղ ինքն էլ էր, բայց ամեն ինչ կարգին եւ նա արդեն վերադարձել է։ Ողջունում ենք եւս մեկ անգամ բոլորին, լավ տրամադրություն ենք մաղթում եւ համոզված ենք, որ այդ լավ տրամադրությունը արդեն սկսվել է Սոնա, որովհետեւ այսօր հետաքրքիր տոն կար, մանկաբարձուների տոններ, գիտեի դու։ Այո, քանի որ մայիսի 5-ն է այսօր, նաեւ բացի մանկաբարձուների տոնից հիգիենայի համաշխարհային օրն է, սիրելի Սուրեն, ձեռքերի ժամանակին եւ ճիշտ հիգիենիկ մշակումը բուժանձնակազմի եւ հիվանդների անվտանգության գրավականն է։ Ձեռքերի ապա բաղարկման խնդրահարույց անատոմիան հատվածներ են մատների ծայրերը, միջմատնային տարածությունները եւ առաջին բութ մատների շրջանը այս հատվածներում կուտակվում է մանրեների մեծ մասը։ Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության հիգիենիկ եւ հակահամաճարակային բաժինը եւ համաճարակաբանության ամբիոնը կարևորում են ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանման վերաբերյալ ուսուցումը թե բուժաշխատողների, թե ուսանողների շրջանում։ Եվս մեկ անգամ իրազեկելով անձնական հիգիենայի պահպանման ձեռքերը լվանալու կարևորության մասին։ Այո, այնպես որ կարճ ասած այսօր ձեռքերը լվանալու օրն է։ Մարդկային լեզվով ասված, այո։ Այո, այնպես որ ես հիշում եմ այս ընթացքում, երբ որ այս կովիդյան շրջանն էր, ես էլ դա հիշեցի։ Եվ նույնիսկ ժամացույցների մեջ կար նման ծրագիր, որ ձեռքերդ երբ որ ժամացույցը ձեռքիդ լվանում էր, ինքը միանում էր ավտոմատ եւ քեզ ստիպում որպեսզի 1 րոպեի չափ դու ձեռքեր տրորես ջրի տակ։ Սա հիշեցում էր եւս մեկ անգամ, որ պետք է շատ մաքուր լվանալ ձեռքերը, որովհետեւ մենք օրվա ընթացքում մի քանի րոպեի ընթացքում, այսպես ասեմ, ձեռք ենք տալիս 1000 ու մի առարկաներ, որոնց վրա շատ են բակտերիաներ, այնպես որ շատ հաճախակի լվանալ ձեռքերը դա օգնում է, որպեսզի բարձր պահեք իմունիտետը եւ իհարկե առողջ լինեք։ Ես կովիդի ընթացքում հիշեցի այն պրոմո հոլովակները, որոնք ցույց են տալիս ինչպես լվանալ ձեռքերը, մանրակրկիտ նկարել են եւ այդ առումով իհարկե բազմաթիվ գիֆեր ստեղծվեցին այդ շրջանում, բայց մոռանանք կովիդը, որովհետեւ բարեբախտաբար դա անցել է եւ հուսանք, որ այլևս երբեք չի կրկնվի եւ հիշենք, որ այսօր երկուշաբթի աշխատանքային շաբաթը սկսում ենք միասին եւ նույնիսկ աշխատանքային շաբաթվա առավոտը կարելի է ունենալ շատ լավ տրամադրություն եւ երեկոն էլ անցկացնել ընկերների հետ։ Միանշանակ երեկոն ընկերների հետ միասին անցկացնելը դա կարևոր է, որովհետև յուրաքանչյուր զբաղվածություն արդեն կոտրվում է երեկոյան, երբ որ մենակ չես հարազատների հետ ես առավել ևս, երբ ընկերակից է բրիզը, Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող ռոզե փրփրուն գինին, որը հաստատ կտա այդ թեթև զով տրամադրություն է եւ այդ ընկերական շրջապատը կդարձնի առավել ջերմ ու հետաքրքիր։ Այո, եւ չենք մոռանում առավոտյան կատնամթերք օգտագործել, իսկ անհրաժեշտ պատրաստված կատնամթերք, ինչպես նաեւ պանիրների լայն տեսականի առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Եվ իհարկե զգացեք այն արևն ու ջերմությունը, որն արդեն իսկ կա մեր իրականության մեջ, իսկ դա տալիս է հնարավորություն, որպեսզի բնությունը էլ ավելի գեղեցիկ ժպտա մեզ։ Եվ այս օրերին, քանի որ նոր է ծաղկում եւ ծառերը նոր են իհարկե կանաչում եւ ավելի դեռ արևը չի հասցրել խանձել բոլոր ծառերի այդ կանաչ տերևները, շատ կարեւոր է փնտրել այն վայրը եւ գնալ։ Ուր գնալ, հատկապես այս հարցին փորձում ենք պատասխանել մեր եթերների ընթացքում։ Մեր Հայաստան աշխարհի եւ Հայաստանից դուրս գտնվող բոլոր այն վայրերը, որոնք սաղարթախիտ բնությամբ են ծածկված, մեզ կանչում են իրենց մոտ։ Եթե պլանավորում եք գալ Գյումրի, ապա անպայման պետք է նաև պլանավորեք Գյումրիի տարածքից դուրս գալ ու բացահայտել Շիրակի մարզը։ Իսկ մենք այժմ գտնվում ենք Շիրակի մարզի Անի Պեմզա գյուղում, որտեղ նաև գտնվում է Հայաստանի հնագույն քրիստոնեական կառույցներից մեկը՝ Շիրակի Զարդը, երերույթի տաճարը։ Տաճարը կառուցվել է քրիստոնեական վաղ շրջանում 4-ից 5-րդ դարերում Անիի բաց նարնջագույն տուֆից ու պահպանվել է ահա այսպիսի կիսավեր վիճակում։
Նաև ասեմ, որ տաճարը կառուցված է եղել հեթանոսական Մեհյանի տեղում եւ անվան հետ կապված, երերույթի հետ կապված մի քանի վարկած կա։ Ըստ դրանցից մեկի տարածքում այծեր են եղել եւ հեթանոսական մատաղ անելու ավանդույթի պատճառով ստացել է Երե անունը, որը նշանակում է որս։ Անվան մյուս բացատրությունը գալիս է տաճարի ճարտարապետությունից, քանի որ ունեցել է 6 հսկասյուներ, հեռավորության վրա թվացել է, թե տաճարը տատանվում է, երերում է, այստեղից էլ գալիս է անվանումը երերույթ։ Տաճարի մասին տեղեկությունները շատ սուղ են, նույնիսկ պատմիչները մեծ անդրադարձ չեն ունեցել տաճարին, միայն 2011 թվականին այստեղ հայտնաբերվել է պեղումների արդյունքում դամբարանադաշտ, իսկ դամբարանադաշտում եղել են 70-ից ավել գերեզմաններ, մանկահասակ երեխաների գերեզմաններ, որը կապված է եղել ինչ-որ աղետի կամ վարակի հետ։ Իսկապես երերույթի տաճարն իր ճարտարապետական, կառուցողական հորինվածքով եզակի կառույց է Հայաստանում։ Պետք է գալ ու հիանալ այս գեղեցկությամբ։ Հերոստատիտողներ, մեր շատ սիրելի էջը ուր գնալ Հայաստանումը եւ արդեն նաեւ ուր գնալ վերափոխված տարբերակով վերադառնում է նոր եթերաշրջանով, նոր հետաքրքրություններով եւ նոր վայրեր բացահայտելով, այնպես որ հետեւեք այս էջին անպայման, որովհետեւ իսկապես նոր եթերաշրջանը շատ ավելի հետաքրքիր է լինելու։ Դե հուսանք, որ ամեն բան դեռ առջևում է, շատ գեղեցիկ ու հետաքրքիր վայրեր ենք բացահայտելու միասին եւ իհարկե ծանոթանալու ենք մեր հայրենիքի ու երկրի հող ու ջրի հետ, դա շատ կարևոր է, որովհետև ապրելով հայրենիքում մեկ-մեկ մենք աչքաթող ենք անում, ասում ենք դե լավ կգնանք, դե մյուս ամիս կկարգավորենք այդ հարցերը կգնանք ու այսպես մնում է տարիներ շարունակ ու մենք մեր երկիրը չենք ճանաչում։ Սա շատ լավ պահ է, շատ լավ առիթ է, որպեսզի այսպես տեսողական տեսնենք եւ ինքներս էլ քաջալերվենք ու գնանք բացահայտելու մեր երկիրը։ Իդեպ սիրելի հայրենակիցներ, ամռանը ձեզ բոլորիդ հրավիրում ենք հայրենիք, որովհետեւ շատ համերգներ կան եւ լիքը համերգներ կան։ Ուրա! Ասեմ, որ մեր Սոնան փորձել էր թաքցնել բոլորիցս, որ այսօր իր 3 իր ծննդյանորն է, բայց մեր էքսպերտները պարզել էին դա։ Ես Սոնա, դու ախր շատ լավ գիտես, որ ոչ մի բան չի լինում թաքցնել մեր դաշտից։ Կարող եմ երազանք պահել։ Այո, անշուշտ, իհարկե, սա քո ես հիմա այնպես կանեմ, որ ավելի ամեն բան։ Ես եմ թխել տորթը, Սոն։ Սպասի, փչեմ մոմերը, երազանք պահեմ, հետո փորձենք անպայման։ Դե, 3 ու 4 ու կես։ Ուժը։ Ադին հետո լավ հատ սարքի տեսում։
Շնորհավորում ենք Սոնա ջան։ Ամենալավ բաները։ Ամենալավը։ Դու ինչքան էլ թաքցնես, մենք մեկ ակ իմանանք որ քո ծնունդն է։ Չի թաքնվի ոչինչ բան մեր աչքերից։ Շնորհակալ եմ շատ։ Լավ անցկացեցի երեք։ Շատ անակնկալ է, շատ լավ եմ անցկացրել, շատ ջերմ, շատ այսպես սիրուն օր եմ ունեցել եւ շատ ուրախ եմ, որ շարունակվում է այսպես եւ առավոտը հաջորդ եւս շատ գեղեցիկ է։ Շնորհակալ եմ շատ ցելի գործընկերներ եւ շատ ուրախ եմ, որ հենց դուք եք իմ գործընկերն։ Մենք էլ ենք շատ ուրախ, որ դու մշտապես մեր կողքին ես, դու մեր թիմի միակ աղջնակն ես, որ քեզ պետք է խնայենք, փայփայենք, շատ սիրենք, սեր տանք, փորձենք փոքրիկ այսպես դետալներով ուշադիր լինել քեզ։ Այո, ես էլ եմ շատ համաձայն, այնպես որ սիրելիս դու արժանի ես, դու սրանից ավելին ես արժանի, ես հուսով եմ քո բաղձալի երազանքները, քո ամենանվիրական երազանքները կատարվեն եւ յուրաքանչյուր օրը այսօրվանից սկսված դառնա քեզ համար տոն եւ յուրաքանչյուր օրը լինի տոն, այնպես չլինի, որ տարեդարձից տարեդարձ ծնունդից ծնունդ, մենք հիշում ենք բարեմաղթանքներ ենք ասում, չէ, թող լինի յուրաքանչյուր օրը այդպիսի տոնական Բայց այսօր քո ծնունդն է, մեծացել ես դու արդեն։ Շնորհակալ եմ շատ, իսկապես շատ ջերմություն եմ հիմա զգում, շատ սեր եմ զգում, ոնց ասեցիր, որ պետքա տալ, ես այդ միշտ զգում եմ, շնորհակալ եմ շատ, ես ձեզ շատ եմ սիրում։ Նմանապես։ Եվ դուք շարունակեք ձեր ճաշատեսակը ներկայացնելու։ Տորթն էր այսօրվա ճաշատեսակը պատրաստվեց ավարտվեց։ Այսօր բաղադրատոմսը կտրենք քիչ հետո։ Այո, քիչ հետո մենք կվայելենք թեյով, սուրճով, համեղ, այսպես սեղան կպատրաստենք եւ կշարունակենք տոնել քո գեղեցիկ ծննդյան։ Եվ իմիջիալոց ես ուզում եմ ծնողներիդ շնորհավորել ու ասել, որ ապրեք, չգիտեմ, ձեր հրաշք աղջիկը մեր կողքին է, շնորհակալ ենք այդ նվերի համար։ Ձեզ էլ առողջություն ենք մաղթում ու մաղթում ենք, որ ձեր ընտանիքի այսպես բոլոր երեխաները երջանիկ լինեն եւ ընդհանրապես բոլորի եւ ընկեր Սաֆարյան ջան, ես չի կարող չասել էլի, դուք իմ սրտի ուսուցիչն եք եղել, չգիտեմ, միակ մարդը իմ կյանքում ուսուցիչներից, որ երբեք չեմ մոռանա, այնպես որ շնորհակալություն ձեզ։ Այսպես շատ գեղեցիկ եւ էմոցիոնալ դրամատուրգիայում խոհանոցում ենք, ինչ ենք պատրաստում։ Հիմա կշարունակենք եւ կասենք, մեր խնջույքը շարունակվելու է այսօր համեղ բաներ ես կպատրաստեմ, որպեսզի խնջույքը լինի տոնական, այո, տոնական սեղան պատրաստենք, այնպես որ սիրելիներս լիքը այստեղ բանջարեղեններ ունենք, բոլորի սիրած։ Ես կարծում եմ այս բոլորը մենք գրիլ տարբերակով կտապակենք, ահա ես պատրաստել եմ գրիլի թավան, մեր բանջարեղենը ունենք փոքրիկ պղպեղիկներ գունավոր եւ լոլիկ ունենք, դդմիկ ունենք գազար, սամիթը իհարկե սամիթով բրինձ ենք այսօր պատրաստելու, փլավ սամիթով, սա հետագիր եւ սուր կարող ես թևիկները փոխանցել ինձ, ահա ամանով։ Թռան թևիկ։ Այսօր շատ էսպես հետագիր եւ թևիկներով մենք էլի կտապակենք, բայց մինչ այդ, քանի որ դուք էլ այստեղ եք, կուզեմ որ տեսնեք, մենք այն պետք է թաթախենք կաթի մեջ։ Սիրելիներս կաթով ուրեմն մարինացրեք մի փոքր, թողնենք կաթի մեջ մնա ու հետո փափում են։ Այո, թևեր են առնում, մի տեսակ սրբի թևեր են։ Շատ հետաքրքիր կլինի, յուրահատուկ փափկություն կստանան այս թևիկները։ Իհարկե հետո պետք է թափենք այս կաթը, նորից մի հատ պարզաջրենք թևիկները։ Ես հիշում եմ, մեկ էլ մի հոգի կար, որ կաթի վաննա էր ընդունում, դա Սոֆի Լորենն էր։ Ոչ միայն, բա Կլեոպատրան։ Դե Կլեոպատրան, այո։ Եվ երրորդը Հավի թևիկն էր։ Ինչպիսի անմատություն։ Բայց ես նույնականացրեցի դրա։ Իրենք էլ էին Կլեոպատրան, այո, Սոֆի շատ հետաքրքիր։ Լորենը։ Այսպես սա կմնա, հավի թևիկները մի 10 րոպե կմնան կաթի մեջ, այնուհետև ես դե կճրքամեմ, այս ամենը կպարզաջրենք ու կհամեմենք, հետո պետք է համեմունքներով իհարկե այն ցողենք ու սկսենք այսպես բանջարեղենի կողքին տապակել։ Այնպես որ դեռ հետաքրքիր է, անելիք կա։ Ես հիմա կկտրատեմ բանջարեղենները եւ կսեմ կամած տապակել այն։ Ես քեզ կօգնեմ։ Շատ շնորհակալ եմ։ Ես ինչ անեմ, ես էլ կգնամ խանութ։ Պատուհանները կլվանան։ Դու գնա հաց առ, մինչև մենք կերակուրը պատրաստենք։ Շատ է, ես չխանգարեմ աղջիկներին։ Դու չես կարող մեզ խանգարել, խնդրեմ։ Սոն, եթե դանակ ես փնտրում, ես այստեղ ավելի սուր դանակ եմ քեզ առաջարկում եւ այս ընթացքում կարող ենք այո, այնպես անել, որ մեզ հարմար լինի։ Դու կարող ես
Պղպեղները ասեմ, որ այսպես ամբողջական եմ ուզում տապակել, բայց գազար, այո, դդմիկը եւ գազարը իհարկե պետք է կլոր շերտերով կտրատել։ Շատ լավ։ Սա կհանձնեմ քեզ եւ այս պահին ես արդեն կսկսեմ բրինձը եփել, սիրելիներս։ Դդմիկը եւ գազարը։ Դդմիկը եւ գազարը կլոր շերտեր են մեզ պետք։ Շատ լավ։ Իսկ բրինձը պետք է խաշենք, ես այստեղ ջուր կավելացնեմ։ Մեզ եռացրած ջուր է պետք, սիրելիներս։ Ահա։ Քանի որ ես փլավը պատրաստելու եմ, ուրեմն քամովի տարբերակով, ուստի ջրի չափը այնպես կարևոր չի, բավականին ջուր է պետք եռացրած, որպեսզի խաշվի բրինձը, հետո մենք ջրքամենք այն։ Այստեղ պետք է աղ ավելացնել։ Ես փորձում եմ անաղմուկ, բայց անաղմուկ հավես չի։ Այո, համ հավես չի, սիրելիս, համ էլ խոհանոցում առանց աղմուկի ոնց կլինի։ Այստեղ աղ կավելացնենք եւ եթե հիշում եք սիրելիներս, մեկ անգամ ես այդպես պատրաստել եմ, ձեզ հուշում եմ արել, այսպես ասած լայվ խակի տարբերակ, այստեղ մենք քացախ ենք ավելացրել բրինձի մեջ, որ բրինձը ավելի հատիկավոր դառնա եւ ավելի ճերմակ։ Ահա մի փոքր էլ ես կավելացնեմ քացախ, մտածեցի, որ առանձին պետք է քո լայվ հակերի էջ բացենք։ Ես շատ շնորհակալ կլինեմ, դու լավ զբաղվում ես այդ հարցերով, էջ բացել ու նկարներ տեղադրել, մենք քեզ ավելորդ շատ ճնշում ենք այդ հարցերով, բայց շատ համբերություն է պետք էջեր վարելու համար, անկեղծ եմ ասում, եւ հետեւողականություն։ Ես ունեմ ծով համբերություն։ Այո, բայց աշխատանքի բերումով հետեւողականությունը այդքան էլ միշտ չի ստացվում բոլոր էջերի դեպքում, բայց ինչքան հասցնում եմ։ Դե գիտես, ժամանակի առումով էլ խնդիրներ կան, այո, բարդ է շատ։ Օրինակ ինձ շատ հաճախ իմ հարազատները, իմ մտերիմները շատ ասում են, զարմանում ենք աշխարհը էջ բացեց, սկսեց էջեր վարել food blog։ Այո, food բլոգերներ են բոլորը, այսքան տարիներ շարունակ ինձ բոլորը ասում են իմ մտերիմները, ինչու չես անում այդ։ Ես հասկանում եմ, այո, դու ինքդ շատ անգամներ ես ինձ ասել։ Իմ ընկերները, մեր թիմի գործընկերները միշտ ասել են, բայց հասկանում եմ, որ շատ ժամանակ է դա պահանջում, հասկանում եմ, որ շատ պատասխանատու է, շատ մի խոսքով շատ էներգիա է պետք է տեղներ դնել, ամբողջությամբ ինձ թվում է պետք է նվիրվել, այլ բան է աշխատանքի գնալ համապատասխան օրինակ ժամանակահատվածում գործդ կատարել, բայց այլ բան է բլոգ վարել, ինչ-որ այդպիսի շարք վարել, դրանք ինձ թվում է շատ տարբեր են։ Դե հաշվի առնելով, եթե դու ինքդ պետք է վարես, վիդեո մոնտաժ, որը շատ ժամանակ է խլում, նկարահանումները դեռ ինչ-որ հաճելի են, դու ուղղակի տեղադրում ես քո հավես գործողությունները խոհանոցում անում ես, հրաշքները, որոնք ես տեղանում ես Սիլիադրինը, կարող ես անել նաև հեռախոսով, նկարելով եւ այլն, եւ այդ ընթացքը վստահ եմ, թե շատ հավես եւ հետաքրքիր կլինի, բայց օրինակ ինձ համար այդ մոնտաժ ասվածը շատ այսպես երկարատև process է, շատ այսպես, չգիտեմ, ավելի հմտություններ է պահանջում, քան մեր ոչ մասնագիտական գիտելիքները, այնպես որ չգիտեմ, բայց մարդիկ կան հակառակը, ես գիտեմ շատ տեսեմ եմ մասնագետների, իմ ընկերների շրջանում էլ, որ իրենք մոնտաժի փուլն են սիրում, իրենք սիրում են այդ հրաշքը, երբ որ մոնտաժով են ստանում արդյունքը։ Այո, բայց ինձ մոտ ավելի նկարահանման ընթացքն է հետաքրքիր, երևի իմ մասնագիտությունը պայմանավորված։ Երևի թե ես էլ եմ քեզ հետ համակարծիք, ես էլ ինձ ավելի շատ դուր կգա այդ պահը, այս գեղեցկությունը, այդ գերագույն հաճույք, որ ստանում ես այս պահերից, բայց այո, այդպես տեխնիկական հարցերով զբաղվելը արդեն մի փոքր պետք է բնավորության տել համահունչ լինի, ես կարծում եմ, կարողանաս այո այդ ահռելի համբերությունը ունենալ եւ այդ հմտությունը իմանալ, որ ինչպես անես, որ այդպես գեղեցիկ ստացի։ Մի խոսքով դեռ ինձ մոտ չի ստացվում, չգիտեմ հետո ոնց կլինի, բայց Ես վստահ եմ, որ հեռուստադիտողները շատ կօգնեն քեզ մինչև այդ առանձին, չգիտեմ, երկարատև գործընթացները, նաև այստեղ հաղորդման շրջանակում քեզ գրելով, մոտիվացնելով։ Ես շատ հետևում եմ, քանի որ ինքս փորձում եմ ակտիվ պահել էջերը նաև առաջին ծրագրի եւ YouTube-ում եւ Instagram-ում շատ տեսնում եմ նամակներ ուղղված քեզ եւ մեկնաբանություններ։ Մարդիկ գրում են, օրինակ, չգիտեմ, ինչ որ բան, որ դու առաջարկում ես, ասում ես կարող է այսպես լինել, այնպես լինել, իրենք առաջարկում են իրենց տարբերակը։ Գրում են որ փորձել են քո տարբերակը ու շատ են հավանել եւ շատ ջերմ խոսքեր, ես չգիտեմ դու հասցնում ես կարդալ թե ոչ, բայց ես քեզ կարող եմ այդ ամենը առանձին ուղարկել։ Այո, ես շատ շնորհակալ կլինեմ, ինչքան հասցնում եմ, փորձում եմ նաեւ հետադարձ կապը, այսինքն
անպայման պատասխանել, որպեսզի մարդիկ այդ ջերմությունը այնպես չստացվի, որ պարզապես խոսում ասում ենք այո հետ կապը, շփումը անպայման լինի։ Ես շատ սիրում եմ մեր հեռուստադիտողը անկեղծ, երբ ամեն հաղորդման ավարտին ասում ենք այս մասին, ամենայն անկեղծությամբ սրանք անկեղծ խոսքեր են եւ ընդհանրապես ես մի բան երևի թե շատ անպագորգոր չթվա, ես շատ մարդասեր եմ, ես մարդկանց շատ սիրում եմ, կապ չունի, ճանաչում եմ մարդուն, թե չեմ ճանաչում, այնպես որ անպայման, եթե ինձ գրում եք, ես կաշխատեմ, եթե տեսել եմ, իմացեք, հաստատ կպատասխանեմ, եթե չեմ պատասխանել, ուրեմն ընդհանրապես չեմ տեսել, այնց որ հանգիստ ժողովուրդ ջան, կարող եք գրել եւ ես անպայման կարձականքեմ, իսկ ինչը չեմ հասցնի, արդեն քո միջոցով։ Այո, արի սկսենք, որովհետև ես արդեն այստեղ հավաքում եմ սեթ։ Շատ լավ ես անում, որովհետև շատ տեղին է ստացվում, կարող ենք պարզապես, եթե սա քեզ խանգարում է տեղափոխել։ Չի խանգարում, ես ուղղակի։ Վերջ, ես այստեղ պարզապես ավելացնեմ քացախը, հիմա կբերեմ քացախ եւ կավելացնենք մեր քացախը։ Այո, ինձ պարզապես մեկ ճաշի գթալ է պետք, Սոնջան, եթե խնդրեմ։ Ահա, շնորհակալ եմ։ Ո, ճաշի։ Ոչինչ, սա էլ կլինի։ Ես ուշ քնել կներեք։ Որովհետեւ հարց չկա, ես կարող եմ երկու թեյի գտալ ավելացնել, այսինքն մեկ ճաշի գտալ, որովհետեւ հարց չկա այստեղ։ Ահա։ Այսպես։ Այդպես էլ եմ սիրելիս, այո։ Ծննդյան օրը այդպիսի բան է։ Ուշ քնել եմ շուտ արթնացել։ Ահա։ Այսպես մեկ անգամ եւս խառնենք եւ փակենք։ Այո, կարող ենք փակել, այսինքն եթե ամբողջական փակենք, ջուրը կթափի, ինձ թվում է, ավելի լավ է չփակենք, այո։ Այսպես համբերատար սպասենք, մինչ մեր բրինձը խաշվի։ Պարբերաբար սիրելիներս, այսպես կարող ենք ստուգել, այո, տեսնել թե ինչ վիճակում է։ Ես ընդհանրապես մշտապես հեռուստադիտողին ասեմ, որ բրինձի տեսակ օգտագործում եմ բասմատի տեսակի բրինձը, մշտապես։ Ես կարծում եմ փլավի ամենալավ տարբերակներն է։ Բայց օրինակ, եթե ուզում եք պատրաստեք որևէ այլ ուտեստ, որը այլ բրինձ է պահանջում, այսինքն կլոր բրինձ է պետք այդտեղ կամ արբորյո տեսակի բրինձ է պետք, բնականաբար փոփոխություն ենք անում բրինձի, բայց պարզապես ամենահասարակ ու պարզ բրինձի պատրաստման պարագայում ես օգտագործում եմ բասմատի։ Յուրաքանչյուր հավելումն էլ իր հետ շատ լավ է ստացվում։ Այսօր ինչպես ասացի, սամիտ ենք օգտագործելու, այս բրինձի մեջ խառնելու ենք սամիտ, ինչը շատ համեղ է ստացվում։ Չգիտեմ, փորձել են հեռուստադիտողները, թե ընդհանրապես կան համտեսած մարդիկ, ովքեր համտեսել են այս ուտեստը, այսօր միասին փորձենք պատրաստել եւ համտեսել։ Ես շարունակեմ կտրատել, մենք այդ ընթացքում ունենանք կարճատև դադար եւ հետո արդեն կդիմավորենք տաղավարում մեր առաջին հյուրերին։ Մնացեք առաջին ծրագրի հետ։ Բարի վերադարձյալի հեռուստադիտողներ, շարունակում ենք առաջին ծրագիրը եւ ես իրոք ուզում եմ տեղեկացնել, որ մայիսի 1-ին Կանտատա մշակութային ՀԿ-ի հետ համագործակցությամբ տեղի ունեցել գարնանային երկխոսություն խորագրով համերգ, որտեղ կողքի միջազգային ներառական արտ-փառատոնի տաղանդավոր մասնակիցները ներկայացել են իրենց երաժշտական կատարումներով, որոնք խոսում են արվեստի ուժի եւ միասնականության մասին։ Այս ամենի մասին ավելի մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Մեր տաղավարում են կողքի ներառական կրթամշակութային ՀԿ-ի նախագահ եւ կողքի միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի ղեկավար Նայրա Սարգսյանը եւ Վարսենիկ Ավանյանը, օպերային երգչուհի, կանտատա մշակութային ՀԿ-ի տնօրեն։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Լավ, շնորհակալություն։ Շատ հետաքրքիր ու շատ կարևոր գործ եք արել մայիսի 1-ին, կողքի հավաքելով մարդկանց, ովքեր կարծում եմ ջերմության ու այդ սիրո կարիքը շատ ունեն եւ իրենք էլ իրենց կողմից են տվել այդ ամենը։ Խոսենք այդ մասին։ Խոսենք։ Նախ շնորհակալ ենք հրավերի համար, որ անդրադարձաք մեր ծրագրին, եւ ես կուզեի մի փոքր նախաբան պատմել, թե ինչպես մեր այս համագործակցությունը տեղի ունեցավ։ Սովորաբար կողքի հասարակական կազմակերպությունը ինքն է փնտրում երաժիշտներ, որոնք կմասնակցեն երեխաների հետ եւ իրականացնում է ծրագրեր, որտեղ որ մասնակից են լինում նաեւ հանրաճանաչ երաժիշտներ եւ զարգացման առանձնահատկություններ ունեցող տարբեր տաղանդավոր երեխաներ։ Այս անգամ ճիշտ հակառակը տեղի ունեցավ եւ Զարսենիկը զանգահարեց եւ ասաց, որ շատ հետաքրքիր գաղափար ունի, որտեղ օպերային երգիչները ելույթ կունենան մեր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ եւ հանդիպումից հետո
քննարկեցինք ծրագիր, մշակեց Վարսենիկը մի գեղեցիկ ծրագիր, որտեղ երեխաները, որոնք ունեին արդեն նախապես պատրաստված համարներ եւ որոնք նաեւ մենք մի քանի համար ունենք, որ ընթացքում պատրաստեցինք եւ այդպես տեղի ունեցավ այս մեր գեղեցիկ համերգը։ Վարսենիկ, ասվեց, որ այս անգամ ձեր կողմից ա եղել առաջարկը։ Խոսենք այս մասին, ինչի հանկարծ այսպես որոշվեց, որ առաջինը մենք զանգենք։ Ուրեմն արդեն մի քանի տարի ինչ գործում է Կանտատա մշակութային հական եւ կարեւորագույն կետերից մեկն է մեր առաքելության համերգներին ընդգրկել այդ խնդիրներ ունեցող երեխաներին եւ ես միշտ աշխատել եմ իրենց համար անպայման հրավիրատոմսեր ուղարկել եւ իրենք միշտ ներկա են եղել բոլոր մեր համերգներին բայց Նաիրայի շնորհիվ նաեւ ես ճանաչում եմ այդ երեխաներին որպես տաղանդավոր երաժիշտներ եւ պետք է ասեմ, որ շատ կարեւոր գործ է անում Նաիրան, որովհետեւ մենք այդ երեխաներին չենք ճանաչի, իրենք ուղակի իրենց տանը, իրենց տաղանդով, իրենց ծնողներով կմնային ուղակի չբացահայտված իսկապես եւ այդ շփումի արդյունքում ես մտածեցի լավ անընդհատ իրենք գալիս են որպես հանդիսատես միգուցե մեկ օր էլ մենք համագործակցենք բեմում եւ իրենց ներկայացնել ոչ թե որպես խնդիր ունեցող երեխաներ, այլ իսկապես որպես պրոֆեսիոնալ երաժիշտներ եւ հավասարային կիսել բեմը։ Եվ այդ ժամանակ այս տարի արդեն որոշեցի ոչ թե ընդգրկել որպես հանդիսատես, այլ արդեն բեմում համագործակցել եւ խոսեցի Նաիրայի հետ, մեծ ջերմությամբ ընդունեց իմ առաջարկը, ծանոթացա արդեն երեխաների հետ ավելի մոտիկից մշակեցինք միասին ծրագիրը, պետք է ասեմ, մեկը մեկից տաղանդավոր երեխաներ են եւ բոլոր այն մարդիկ եւ պրոֆեսիոնալ երաժիշտները եւ ուղղակի հանդիսատեսը, ով եղել է համերգին, բոլորը հիացած են եղել իրենց կատարումներով։ Ես ուզում եմ իմ շնորհակալությունը նաև հայտնել իմ գոլեգաներին, որոնք մեծ սիրով համաձայնվեցին մասնակցել, օպերային թատրոնի իմ դաշնակարները Ելենա Վարդազարյանը, Վասիլի Ռոլիչը, մեր թատրոնի մենեջերի Մագդա Մկրչյանը, բոլորը մեծ սիրով ու գիտեք ինչ շատ կարևոր է, որ թվում է, որ չկան մարդիկ, որոնք ուզեն շփվել այդ երեխաների հետ, իրականում ուղղակի պետք է իմանալ իրենց մասին, ինչ եմ ամեն անգամ շեշտում, որ շատ կարևոր գործ է անում Նաիրան, բոլորը մեծ սիրով համաձայնվում են եւ մեծ սիրով սկսում են մասնակցել, այդ թվում մեր ֆոտո, վիդեո անող մասնագետը, որը եկավ, նկարեց, տեսահոլովակ նկարեց, գովազդեցինք համերգը Այդպես եւ արդեն հեշտ է խոսել համերգի ավարտից հետո, չէ, ավելի հեշտ է խոսել հիմա։ Դե լարվածությունը չկա, արդեն ամեն ինչ իրականություն է եւ հետաքրքիր է, քանի որ շատ կարճ ասեցիք ինչպիսի տպավորություններ կային համերգից, հատկապես երեխաների տաղանդի հետ կապված, բայց այս մասին մի քիչ ավելի մանրամասն, ինչ էին ասում մարդիկ, ովքեր ներկա էին համերգին։ Եվ այնց երեխաները ինչ տպավորություններ ունեին։ Դե երեխաները նախ շատ են սպասում նման համերգներին եւ շատ կարեւոր է այդ համերգի process-ը, թե ինչպես է իրականանում համերգը, ընթացքը, երբ որ ծրագիր ենք պատրաստում, երբ որ փորձեր ենք անում միասին, երաժիշտների հետ միասին, դա փորձի փոխանակում է լինում երեխաների համար, հենց այդտեղ են իրենք սովորում, հմտություններ են ձեռք բերում, երաժիշտները խորհուրդներ են տալիս, այդ փորձի ընթացքն է շատ կարևոր իրենց համար։ Իսկ հենց համերգը ինքն իրանով իհարկե շատ պատասխանատու է, անգամ sense քեզ թվում է, որ դե երեխան կարող է չլարվի, ասենք տենց դե իր համար տենց շատ լարվածություն չկա, բայց ընդհակառակ sense դու հասկանում ես բեմից, որ իրականում շատ պատասխանատու են իրենք այդ պահին, իրենց զգում եւ մեծ հաճույք են ստանում բեմից։ Այդ բեմը շատ կարեւոր ոնց որ թերապիա լինի իրենց համար, որտեվ հավաքում են իրանց բոլոր ներուժը եւ ցույց են դնում իրենց կարողությունը։ Իրականում բարձրագիր էր ընտրված ընթացիկ։ Ծրագիրը շատ բարդ էր ու շատ հետաքրքիր, ես որպես երաժիշտ եմ ասում, մեր երաժիշտների կարծիքը, նաև
Վահագն Հայրապետյանն իր կարծիքն էր ասել, որ իրականում շատ տաղանդավոր են երեխաները եւ շատ պրոֆեսիոնալ են ելույթ ունենում, եւ եթե մենք նախ երբեք չշեշտեցինք, որ դա ներառական համերգ է, մենք ասացինք, որ դա բարեգործական համերգ է, որովհետեւ հասույթը ողջ կդրամադրվի զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների երաշտական կարողությունների բարձրացմանը եւ ինչը իրենց անհրաժեշտ լինելու հետագայում իրենց գործունեությունը ծավալելու համար։ Եվ դրա համար որպես հանդիսատես դու որ նայում ես, դու չես երբեք մտածում, որ այս երեխան ունի ինչ որ առանձնահատկություններ, սահմանափակումներ ունի, իրականում հետո գրառումներից ես կարդում, որ իրականում դժվար է ասել ով ունի սահմանափակումներ, էլի, որ այդպիսի ելույթներ ես լսում, հասկանում ես, որ իհարկե այդտեղ մեծ աշխատանք է տարված, ընթացիկ տարիների աշխատանք է տարված երեխաների թե ձայնային մշակման համար, թե ռիթմիկ զգացողություն ավելի բարելավման եւ դա այդ թերապևտիկ միջոցով գալիս ես հասնում ես այս համերգի արդյունքին։ Երեխաներն ունեն իրենց աշխարհը, որի մեջ իրենք ապրում են, իրենց երևակայությունը։ Որքանով էր երաժշտությունը այդտեղ տեղ գտնում։ Մայիսի 1-ը եկավ, անցավ, ինչ հասկացանք, ինչքանով կարողացավ երաժշտությունը ներխուժել իրենց աշխարհ եւ այդ աշխարհը դարձնել առավել գեղեցիկ։ Գիտեք, իրենց երաժշտությունը արդեն շատ վաղուց երկար տարիներ է, ինչ իրենք այդ երաժշտական աշխարհում են ապրում։ Եվ երաժշտությունը շատ մեծ դեր ունի երեխաների կյանքում, քանի որ ինքը շատ ստրուկտուրացված է, երաժշտությունը բազմազան է եւ տարբեր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին ինքը մեծ օգնություն ունի որպես թերապեա։ Եվ թերապիայով է սկսվել իրենց երաժշտություն ներխուժելը, իրենց կյանքում երաժշտությունը թերապիայով է սկսվել։ Դրա համար մեծ դեր ունի երաժշտությունը, որտեղ իրենք կարողանում են արտահայտել իրանց հույզերը, արտահայտել իրանց կարողությունները, որ ուրիշ բնագավառում միգուցե կենցաղում, տարական կենցաղում չկարողանան նույն իրենց հմտությունը արտահայտել, բայց բեմում լինեն շատ տաղանդավոր եւ հավասար, մեկ բեմում հավասար կարողանան ելույթ ունենալ տաղանդավոր երաժիշտների, պրոֆեսիոնալ երաժիշտների հետ համատեղ։ Դուք արդեն նշեցիք, որ բեմը թերապիա է երեխաների համար եւ իրենք շատ սպասում են նման համերգներին։ Հետո ինչ է լինելու։ Համերգը արդեն իրականություն է։ Էլ ինչ է սպասվում երեխաներին։ Կան առաջիկա ծրագրեր արդեն։ Մտածում ենք, քննարկում ենք, իհարկե պետք է անպայման այս ամենը շարունակական լինի, որպեսզի իրենք էլ ողջևորվեն եւ զարգանան եւ ուզում եմ ասել անպայման որ գիտեք այդ փորձերի ընթացքում իրենք ավելի էին բացվում, բացահայտվում, նենց առաջի հանդիպմանը մի բան էր, երկրորդ հանդիպմանը ուրիշ ձևի, երրորդը արդեն ես ինքս էի զարմանում, թե իրենք ոնց էին ամեն փորձից փորձ բացվում որպես երաժիշտներ, ինձ պետք է անպայման այս ամենը շարունակական լինի։ Ասացիք դժվար ծրագիր էր ընտրված, իսկ դժվար չէր դա երեխաների համար, որովհետև համոզված են, որ հաշվի եք առել այդ ամենը եւ բնականաբար իրենց համապատասխան ծրագիր, բայց նաեւ դժվար։ Կարծում սա եւս մեկ մարտահրավեր էր, որ հաղթահարվեց նրանց կողմից։ Այո։ Այո, միշտ հաշվի ենք առնում երեխայի կարողությունը, թե ինչպես եւ հաշվի ենք առնում այն փաստը, որ երեխան նույն տվյալ այդ համարի մեջ կարողանա ցույց տնել իրեն կարողությունը եւ շահավետ դուրս գա այդ համարից եւ այդ ամենը հաշվի առնելով նաեւ այդ բարդությունը ծրագրի իրենք կարողանում են փորձերի ընթացքում հասկանում են որ կկարողանան լավ դուրս գալ այդ իրավիճակից եւ տենց էլ ստացվեց Իրականում նաև մենք ունենք բազմաթիվ տարբեր ծրագրեր, նույն ընթացիկ ծրագրեր, որտեղ մասնակից են երեխաները, նույն ես նաև կուզենայի շնորհակալություն հայտնել Երևանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին, որտեղ իրականանում են հենց նույն այդ ծրագրերը, որտեղ ընդգրկված են զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ, որոնք անցնում են այդ երաժշտական պարապմունքները, որի շնորհիվ այդ շարունակական այդ իրենց պարապմունքների շնորհիվ իրենք կարողանում են որակյալ համարներ ցույց տնել։ Մենք ձեզ մաղթում ենք հաջողություններ, որովհետև շատ կարևոր գործ եք անում եւ յուրաքանչյուրս պիտի դերակատարում ունենանք այս ամենի։ Մենք էլ սիրով կլուսաբանենք այն ամենը, ինչը նորից հետագայում արդեն իրականացնեք եւ կդարձնեք ավելի շոշափելի։ Որպեսզի այս հաղթանակը տոնեք միասին, մենք ձեզ նվիրում ենք Իջևանի Սարգոն սպիտակ չոր գինին, որը կարծում
փոքրիկ հաղթանակները գրանցելուց հետո նշելու համար շատ կարևոր է։ Սա ձեզ եւ ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, որոնք տալիս են էմոցիաներ։ Դուք երեխաներին տվեցիք այդ էմոցիաները համերգի շնորհիվ։ Մենք էլ ուզում ենք ձեզ նվիրել այս բացիկները, որոնք հաստատ ել ավելի էմոցիոնալ կդարձնեն ձեր օրը եւ ձեր տրամադրությունը։ Բացիկների յուրահատկությունն նրանում է, որ այստեղ տեղ են գտել իհարկե սիրված երգերից եւ բանաստեղծություններից ֆրազներ։ Ուզում եմ ձեզ նվիրել Սահյան, ես ինչ որ մեկին զրկել եմ քեզնից, դու ինչ որ մեկին զրկել ես ինձնից եւ իհարկե մի գեղեցիկ բացիկ եւս, հիմա այսպես ընտրեմ, ահա Դուրյանի խոսքերով դու ծաղիկ ես բույրով ես հարուստ, դու արև ես լույսով ես հարուստ, իմ սրտի մեջ հուրն է առաջին սիրո, իմ երազ է երազանքը քո։ Սա ձեզ, նվիրեք ձեզ համար հարազատ ու կարևոր մարդկանց, ովքեր այս խոսքերը ձեզ են միշտ ներկայացնում, այնպես որ շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ։ Եվ Կլինիկ արժանապատիվ դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտողներ ջան, հուսով եմ մեզ հետ եք եւ այսօր պետք է միասին պատրաստենք շատ համեղ ուտեստ, ինչպես նշել եմ այսօր մի քանի տարբերակ ենք պատրաստելու, բայց եւս մեկ անգամ կկրկնեմ ինչ ենք անելու, քանի որ շատ խառն է այստեղ ամեն բան, գուցե դուք էլ շփոթության մեջ եք։ Ասեմ, այսօր բանջարեղեն ենք տապակելու գրիլ տարբերակով, ունեմ գազար, դդմիկ, գունավոր պղպեղ մի 3 հատ եւ չերի լոլիկներ եւ իհարկե այս բոլորը համադրելու ենք շատ համեղ հավի թևիկներով։ Եթե հիշում եք, եթե սկզբից մեզ հետ էիք, ասեմ, որ հավի թևիկները ես մի փոքր 10-ից 15 րոպե թողեցի կաթի մեջ, ինչու կաթի մեջ, որպեսզի շատ ավելի այսպես հյութեղ եւ համեղ դառնան, նրանք փափուկ լինեն։ Եվ հիմա պետք է մարինացնենք այն, իսկ մարինացման համար մեզ պետք է լինելու, որպեսզի հավի թևիկների վրա մի քանի այսպիսի ճեղք կտրվածքներ անենք, որովհետև հիմա պետք է համեմեմ եւ դրա համար անհրաժեշտ է որպեսզի ավելի այսպես լավ ներծծվեն համեմունքները, այդ ճեղքերը անում ենք դրա համար։ Ես այսօր ընտրել եմ այս հատվածները, ամենանուրբ եւ այսպես փոքրիկ հատվածները, այսինքն թևիկը ամբողջությամբ չենք օգտագործում, սակայն պարտադիր պայման չէ, եթե ցանկություն ունեք, ապա օգտագործեք ամբողջական վիճակում։ Ես մտածեցի, որ այսպես ավելի գեղեցիկ կլինի։ Ահա։ Եվ այստեղ համեմունքներից օգտագործելու եմ բազմապիսի համեմունքներ, գիտեք, ես համեմունքներ սիրում եմ եւ շատ հաճախ ձեզ տարբերակներ եմ առաջարկում, բայց իհարկե համեմունքը այնպիսի բան է, որ պետք է, այսինքն քիմքին հարիր լինի, դուք օգտագործեք այն, ինչը որ ձեզ է հաճելի։ Ահա, տեսնեմ ամբողջական բոլորը, այո, բոլորը կտրատված վիճակում են արդեն, ահա, անցնենք առաջ։ Մինչ կհամեմենք հավի թևիկները, ես շատ արագ միացնեմ կրակը եւ սկսենք տապակել մեր բանջարեղենը, իսկ բանջարեղենի տապակման համար որպես այդպիսին մեզ շատ բարդություններ պետք չեն, ընդհանրապես այս գրիլի համար նախատեսված թավայով պետք է մենք տապակենք, որպեսզի շատ գեղեցիկ ստացվի, այն այսպես ցողեմ յուղով եւ իհարկե հերթականությամբ տեղադրենք մեր բանջարեղեն։ Գազար։ Այո, գազար։ Ամենահամեղ եւ օգտակար բանջարեղենը։ Ահա, սկսենք այսպես տեղադրել։ Տեսա, որ ես գազարների համար եմ եկել։ Առաջին գազարներն է տեղափոխ։ Բայց մենք շատ գազար ունենք, Սուրեն ջան, անգիստ կարող ես ուտել, որից է հարց չունես դու այդ առումով։ Իսկ դու լոլիկների վրա է։ Իսկ դու ասեմ, հում դդում կերել ես։ Ոչ։ Շատ համեղ է, անկեղծ, այսինքն ոչ թե շատ համեղ, այլ համարյա վարունգի ընտանիքից է, այնպես մեծ տարբերություն չկա դդումը թե վարունգը, եւ ես ասեմ օգտակարությունը ավելի շատ է, հատկապես խոլեստերին ունեցող մարդկանց համար, ես սրա մասին բազմիցս եմ ասել, բայց չեմ զլանա եւս մեկ անգամ կկրկնեմ, այն մարդիկ, ովքեր ունեն խոլեստերինի խնդիր կամ շաքարի խնդիր, այսինքն դիաբետիկ, ուրեմն շեղումներ ունեն, այդ մարդիկ կարող են դդմիկը քերիչով անցկացնեն քիչ յուղայնությամբ մածնի մեջ կամ թթվասերի մեջ, այստեղ շատ սամիտ լցնեն,
մի փոքր աղ եւ տակտեղ ու հրաշալի դեղամիջոց է։ Եթե մշտապես տանն ես, որ եթե խնդիր չունես, այնտեղ կարելի է մի պճեղ սխտոր եւս ավելացնել։ Հավատացնում եմ, 1 ամիս եթե օգտագործեք դա, եւ շաքարը կիջնի, եւ խոլեստերինը կիջնի, անպայման փորձեք եւ արձագանքեք։ Վստահ եմ կհամոզվեք իմ ասածի մեջ եւ ինձ հետ համակարծիք կլինեք։ Սա փորձված մեթոդ է, ես ինքս ուրեմն իմ մտերիմների վրա փորձ արկել եմ։ Ազին ամեն ինչ փորձված է ասում, եթե արդեն իսկ կա է տարբերակ։ Ազինը հիմա այս ամենը կտապակենք, վայ գազար։ Տապա մինչ տապակելը ես անպայման պետք է համեմեմ այս թևիկները, եթե ժամանակ ունենք մի հատ վերևների հետ կապվի տեսնենք։ 15, վերևներն արդեն կապ։ Էլ չունենք արդեն ժամանակ։ Արդեն մեղրն ենք ավելացնում, սոյայի սոս եւ համեմունքներ։ Եվ տրորենք։ Իսկ հիմա դաթար, այդ ընթացքում մենք կտրորենք։ Այս առավոտ։ Բարի լույս։ Այո, այս առավոտ բարի լույս եւս մեկ անգամ բոլորին։ Քայլ արքալ գնանք առաջ Սոնա։ Այո, եւ մեր ամենակարևոր էջերից մեկին ենք հիմա անդրադառնալու, առավոտը հիզում էջը վարքյաններ անց կլինի մեր եթերում, որովհետեւ առողջ ապրելակերպը մենք շատ այսպես մոտիվացնում ենք եւ շատ փորձում ենք սիրելի հեռուստադիտողներ, որպեսզի կարողանանք ոգեշնչել ձեզ, որպեսզի գնաք հիլ սպորտային համալիր եւ գտնեք ձեր սրտի մարզումը հենց այնտեղ, որովհետեւ մթնոլորտը հրաշալի է, տրամադրությունը շատ բարձր է եւ օգտակարն ու հաճելին այս մի ամբողջ հաստատությունում համատեղված է եւ ի դեպ կարող եք այնտեղ հաճախել ընտանիքի ամբողջ անդամներով, նաեւ հիանալի տարբերակներ կան երեխաների համար։ Ամեն ինչ ասվեց եւ ժամանակն է հիմա արդեն տեղափոխվելու Hills։ Hills սպորտային համալիրում բոքսի խմբակային մարզումները ոչ միայն ֆիզիկական ուժի, այլև կամքի, տոկունության եւ ինքնավստահության դաստիարակություն են։ Փորձառու մարզիչների հսկողությամբ այստեղ ձևավորվում է թիմային ոգի, զարգանում են ռեֆլեքսները, բարելավում է մարմնի ընդհանուր տոնուսը։ Մարզումները հարմարեցված են տարբեր մակարդակների, սկսնակներից մինչև առաջադեմ մարզիկներ։ Սա հրաշալի հնարավորություն է ձևավորելու ամուր ու առողջ մարմին, հաղթահարելու ստրեսը եւ հայտնաբերելու սեփական ուժը Hills-ի հզոր ու դինամիկ միջավայրում։ Ահա, մարզումների տարբերակներից մեկը, որը կարծում եմ հրաշալի է տարբեր տարիքի մարդկանց համար, կարելի է եւ սիրողական զբաղվել մեծ տարիքում եւ երեխաներին տանել, որպեսզի լինեն մարզված, առողջ եւ իհարկե ամբողջ իրենց էներգիան կարողանան ճիշտ տեղում ծախսել։ Եվ այս ամենի հետ մեկտեղ չմոռանանք առողջ սնվելու մասին։
այն իր այսօր առաջարկում է Ադրինեն, արդեն հասկացանք, որ ոչ մի բան հենց այնպես ընտրված չէ, ամեն ինչը իր տեղին է եւ հենց առողջության հետ անմիջական կապ ունի Ադրինե։ Եվս մեկ անգամ շնորհակալություն խոսքը ինձ փոխանցելու համար, բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտողին, Ժողովուրդ ջան, շատ խառն եմ այստեղ, չգիտեմ որից հետո հասցնեմ, որպեսզի ձեզ նաև ճիշտ ներկայացնեմ ամեն բան, բայց եթե հիշում եք, մինչ ուրեմն խոհանոցից կանցնեինք այլ ոլորտ, ուրեմն ես այստեղ տապակեցի բանջարեղեն, ինչպես ասացի, դդմի գազար, գունավոր պղպեղներ, լոլիկներ, գրիլի թավայի մեջ տապակում ենք, ահա համարյա թե պատրաստ են մեր տապակված բանջարեղենները, այն շատ քիչ յուղի մեջ եմ ես տապակում, քանի որ թավան թույլ է տալիս քիչ յուղ օգտագործել, իսկ այդ ընթացքում, սիրելիներս, ահա այստեղ բոց կլտում է, այսպես, շատ զգուշ է պետք լինել, իհարկե, տապակելու պրոցեսը այդպիսի բարդություններ էլ ունի։ Ինչևից է, սիրելիներս, հիշում եք, որ ասել եմ մենք հավիթևիկներ ենք մարինացնելու և տապակենք։ Իհարկե, մինչ այդ, առաջին հերթին ասեմ, որ հավիթևիկները մենք կաթի մեջ մարինացրեցինք, այսինքն մի փոքր թողեցի մնա որպեսզի փափկի, հետո իհարկե մեղր, սոյայի սոուս և բազմապիսի համեմունքներ ավելացնելով թողեցի մարինացվի։ Ահա, այստեղ մարինացված տարբերակն է։ Եվս մեկ անգամ կրկնեմ, մենք ուրեմն այստեղ ավելացրել ենք մեղր, սոյայի սոուս, համեմունքներ։ Հիմա ինչ ենք անում։ Հիմա տեղափոխում ենք թևիկները օսլայի մեջ, այստեղ մի փոքր օսլա ունենք, այսպես, ավելացնում եմ այստեղ մեկ հավկիթ և եվս մեկ անգամ այս բոլորը մի քիչ երևի թե աղ կավելացնեմ, անկախ նրանից, որ սոյայի սոուս ենք ավելացրել, ահա, և սկսենք տրորել այն։ Տրորենք, էլի թողնենք մի փոքր մնա և կսկսենք այն տապակել։ Կարող ենք տապակել առանձին թավայի մեջ, կարող ենք հենց նույն գրիլի թավայի մեջ այն տապակել։ Այսպես։ Ես կարծում եմ ավելի շատ բուսայուղի մեջ կտապակեմ, որ ավելի խրթխրթան լինեն այս թևիկները, նրանք կլինեն կեղևը խրթխրթան, իսկ ներսը ավելի հյութեղ, դրա համար էլ շատ յուղ մեզ պետք կգա, որպեսզի այդ, այսպես ասած, արդյունքը ստանանք։ Ահա, թողեցի մի կողմի վրա, սիրելիներս, և անցնենք առաջ։ Սա քիչ ավելի ուշ ես արդեն կտապակեմ և այն իմիջիայլոց կտապակվի շատ արագ։ Այստեղ մի քանի րոպեների հարց է։ Ասեմ ինչ ենք անում հաջորդիվ։ Այս կաթսայի մեջ ես տապակում եմ մի քանի կտոր կարտոֆիլ, կլոր շերտերով կտրատված, ինչու, որովհետև այստեղ պետք է եփենք մեր բրինձը։ Իսկ բրինձը հիշում եք, մենք պետք է պատրաստեինք սամիթով։ Սամիթը կտրատեցինք, բրինձը խարշեցինք աղաջրի և մի փոքր քացախի հետ միասին, և այնտեղ իմիջիայլոց ես քիչ ավելի ուշ ավելացրել էի մի փոքր շաքարավազ, շատ քիչ, մի պտղունց շաքարավազ, որպեսզի այդ քացախը չթողնի բրնձի համը փոխվի։ Եվ այստեղ հիմա ավելացնում ենք աղ, ընդամենը աղ, այսպես, փորձում ենք շատ զգուշությամբ խառնել այն, շատ անուշիկ բույր կտա սամիթը մեր բրնձին և կդարձնի շատ հետաքրքիր։ Խորհուրդ եմ տալիս անպայման փորձել այս տարբերակով բրինձ պատրաստել, իմիջիայլոց սա շատ համահունչ է և հավի թռչնամսի հետ, այսպես ասած, և ձկնեղենի հետ շատ հարմար է, ծովամթերք կլինի, հենց պարզապես ձուկ կլինի, այնպես որ շատ համահունչ կլինի այս տարբերակը։ Ահա, լավ խառնելով ես այն կլցնեմ մեր կարտոֆիլի վրա և այնտեղ կավելացնեմ մի փոքր հալած յուղ։ Ահա։ Էլի ընթացիկ խառնելով այն ավելացնենք մեր կաթսայի մեջ։ Գույնը կարծում եմ տեսքը հրաշալի է, մնում է արդեն գոլորշիով եփվի, ընդհանրապես բոլոր համերը միախառնվեն և վստահ եմ շատ համեղ կստացվի։ Ահա, ավելացրեցինք մեր բրինձը, հիմա ես կավելացնեմ
հալած յուղը։ Ինչ ճիշտ բայ եմ եկել։ Էդը պարասացիր ջան։ Սխալ բայ եկար։ Հակառակ եկել եմ, որ այսպես կանխարգել ես, հա։ Քո քիչը եւ իմ քիչը միջին տարբերակով համապատասխանեցնենք։ Իդե որ ասացի շատ խառն եմ ժողովուրդ ջան, ես հասկացա, որ երբ ընտանիքում որևէ մեկի ծնունդն է լինում կամ ինչ-որ տոն է լինում, միշտ մայրիկը շատ խառն է լինում եւ սա էլ այդ տարբերակներից մեկն է։ Եվ իդեպ, քանի որ հենց յուղն է օգտագործում, նշենք, որ մեր շատ ելի գործընկերը Elola ընկերությունն է այս յուղը առաջարկում, ինչպես նաև կատնամթերքի լայն տեսականի անարատ կաթից պատրաստված կարող եք ձեռք բերել եւ հատկապես ձեր երեխաների համար վստահ լինել, որ անարատ կաթից պատրաստված կատնամթերք իրենք օգտագործեն, եթե նախընտրեք Elola-ն, այս ապրանքանիշը առաջարկում է նաև պանիրների լայն տեսականի եւ իդեպ նորույթ ունեն բաստուրմայով պանիրը, որը այստեղ փորձարկեցինք շատ համեղ է, եթե դուք բաստուրմա սիրում եք, ապա բաստուրմա եւ պանիր սիրում եք, ապա այս համադրությունը իդեալական է, ուղղակի շատ համեղ է, անպայման ձեռք բերեք եւ վայելեք։ Այո, դու ճիշտ ես, եւ ես էլ կավելացնեմ, որ ընդհանրապես այս բոլորից զատ, կատնամթերքից զատ մենք ունենք պսկաթանը, երևի թե քչերին է հայտնի այդ համեղագույն կատնամթերքը, բայց շատ լավն է, այն կարելի է համադրել բանջարեղենի եւ որևէ ապուրների հետ, այնպես որ մենք մեկ անգամ այստեղ առիթ եղել է ինչ որ բան ենք պատրաստել, բայց դեռ կփորձեմ էլի բաղադրատոմսեր ավելացնել։ Ահա։ Եվ իհարկե, էլ ինչ տոն առանց անմահական գինիների, որ առաջարկում է Ջովանի գինեգործարանը, եւ այսօրվա բաղադրատոմսն էլ ու այս հրաշալի համեղագույն ուտեստը, որը պատրաստվում է, ես վստահ եմ, որ համեղագույն, որովհետև հոտը արդեն ամբողջ տաղավարով մեկ տարածվել է։ Իհարկե առանձնացնում ենք Իջևանի գինեգործարանի կողմից առաջարկվող անմահական գինիները, նաև ունեն հյութերի եւ պահածոների լայն տեսականի, որոնք կարող եք ձեռք բերել եւ վայելել տնական համն ու հոտը, ահա մեր էկրաններին դուք տեսնում եք ընդհանրապես շատ փոքր բաժին է իրենց մեծ արտադրանքի։ Սուպեր, այո, այլ ինչ տոն առանց գինիների, այն համեղ գինին մենք էլ երևի, ես ռոզեի սիրահար եմ, երևի ռոզե աղջիկները ընդհանրապես, այո, կանայք ռոզե, այո, սիրում են, այնպես որ կարծում եմ մեր սեղանի զարդը կլինի այսօր։ Իսկ ես ասեմ, որ բանջարեղենը համարյա թե պատրաստ է, սիրելիներս, գրիլ տարբերակով երբ բանջարեղեն եք պատրաստում, բոլորովին կարիք չկա շատ այն տապակել։ Այն սովորաբար մի փոքր թերխաշ վիճակում է լինում, մի փոքր խրթխրթան պետք է մնա, այնպես որ ինձ մոտ հենց այդ տարբերակն է, որոշները իհարկե շատ տապակվեցին, բայց որոշ մթերքներ գազարների օրինակ մեջ կա խրթխրթան տարբերակներ։ Հենց այսպես էլ թողնելու եմ, այլևս այն չեմ տապակելու, որովհետև մեզ պետք է հենց այս տարբերակը։ Բայց թավան պետք է հեռացնեմ, թողնենք մի կողմի վրա։ Բայց շատ Pinterest-ի կադր էր հիմա այս ամեն ինչը, այո, շատ գեղեցիկ է եւ շատ այսպես համացանցային նկար կարծես լինի։ Այս թե ոգի շնչում ես ինձ։ Եվ ասեմ, որ իհարկե արդեն Շնորհակալ եմ։ Արդեն այս ամառվա հոտը գալիս է, այս գունեղությունը, այս թարմությունը արդեն ինստինկտիվ հուշում եմ, որ պետք է շատ օգտագործել բանջարեղեն։ Մնում է եղանակներն էլ հուշեն, որ ամառը մոտենում է եւ մենք գարնան վերջին ամիսն ենք, ոչ թե խորը աշնան առաջին ամիս։ Եվ իհարկե անցնելով առաջ, արդեն կարող ենք տապակել մեր թևիկները, հավի, մեր չէ, ժողովուրդ ջան, հավի թևիկները կարող ենք տապակել, այստեղ ես բուսայուղ կլցնեմ, իհարկե ասել էի, որ շատ բուսայուղով այն պետք է տապակենք, որպեսզի արագ տապակվի եւ հյութեղ մնա։ Եվ շատ բուսայուղի պարագայում ինքը շատ չի կլանի, յուղ իր մեջ չի կլանի, շատ արագ կտապակվի եւ այնուհետև շատ համեղ կեղև, այո, կձևավորվի։ Իհարկե պետք է մի փոքր համբերենք, այո, որպեսզի յուղը տաքանա։ Չմոռանանք, ես այս ընթացքում եւս մեկ անգամ կկրկնեմ, որպեսզի մի քիչ կարծում եմ այսօր խառն եմ բացատրել ամեն բան, գուցե հեռուստադիտողին մի քիչ այսպես իրար եմ խառնել, չգիտեմ, այդպես կարծում եմ։ Ինձ թվում է քո զգացողությունն է, իմ զգացողությունն է, այո, հերթով գնացել է եւ հետո էլ իհարկե ինչ քո խոսքը կասես, ասեմ, որ YouTube-ում
կտեղադրվի առանձին խոհանոցային հատվածը, եթե ինչ-որ բան բաց եք թողել կամ չեք հասցրել, կարող եք ստոպ տալ, հետ տալ, առաջ տալ, նայել եւ շատ հանգիստ պայմաններում տանը պատրաստել այսօրվա Ադրինեի առաջարկած բաղադրատոմսը։ Ես շատ ուրախ եմ, որ այդպիսի հնարավորություն կա եւ ասեմ, որ ինչ ենք պատրաստել, երևի թե այսպես բանջարեղենը տապակեցինք, իմ նախընտրությունը գազարներ, դդմիկը, պղպեղները գունավոր, փոքրիկ գունավոր պղպեղները եւ լոլիկը, չերի լոլիկը, դուք կարող եք ձեր նախընտրած տարբերակը իհարկե տապակել, դա տապակեցինք, թողեցինք մի կողմի վրա, հիմա թևիկները պետք է տապակենք, որը մարինացրել ենք եւ կաթով, եւ համեմունքներով, եւ մեղրով, սոյայի սոուսով, այստեղ վերջում ավելացնելով, ահա պետք է արդեն շատ զգուշ լինել, սոյայի այստեղ ավելացրեցինք օսլա եւ իհարկե հավկիտ, մեկ հավկիտ, ինչու որպեսզի ավելի կեղև ունենա մեր թևիկները։ Եվ այս կաթսայի մեջ արդեն եփվում է սամիթը եւ բրինձը, որի հատակին, կաթսայի հատակին տեղադրել եմ մի քանի կտոր կարտոֆիլ, որպեսզի շատ ավելի հետաքրքիր եւ համեղ ստացվի։ Ահա, կամաց սկսենք տեղափոխենք արդեն։ Տեղափոխել, այո, երևի թե մեզ մեկ այստեղ ոչ թե ճաշի դելսոն, մենք այստեղ գիտես հարմարանք ունենք այսպիսի։ Եթե քեզ ավելի հարմար կլինի նա վերցնես։ Այո, այս խնդրեմ։ Քո սարը զենքը խոհանոց։ Այո, սա ակցանի ինչ որ տարբերակ է, ինչ է խոհանոցային, անկեղծ ասած չգիտեմ ոնց կոչեմ իրեն, բայց դե։ Շատ զգուշությամբ, այո, ես շատ զգուշությամբ, ինչ լավ է, շատ տաք չէ, մեզ չի վնասի այս պահին ոչ մի բան, այսպես խառնելով երևի թե ավելացնենք։ Չմոռանամ եւս մեկ անգամ շեշտել հեռուստայտողին, որ թևիկների վրա ուրեմն այսպես կտրվածքներ էին կարել, որպեսզի համեմունքը ավելի լավ ներծծվի իր մեջ։ Եվ մեկ հավկիտ ենք ավելացրել։ Այո, հավկիտ եւ օսլա, այո։ Սա էլ է։ Հետաքրքիր է ստացվում։ Իհարկե ես որևիցե բաղադրատոմս առաջարկելով ոչ մի բան չեմ պարտադրում, բայց դե բաղադրատոմսի ձևը սա է։ Իսկ համեմունքները? Համեմունքները բազմապիսի համեմունքներ։ Ես ունեի միքս տարբերակը Սոնջան, որի մեջ պարունակվում է աղ, պղպեղներ, կարմիր եւ սև, խմելի սունելի, հատուկ թռչնամթերքի համար ուրեմն այո, համեմունք, դա էլ եմ ավելացրել մի փոքր աջիկայի փոշիկա այստեղ, մի փոքր սխտորի փոշիկա, այնպես որ փունջը ես եմ համակել, դուք էլ ձեր ճաշակով սիրելիներս։ Ահա, այսպես։ Ահա։ Ես կրականջատել էի, որպեսզի շատ վտանգներ չլիներ, ահա շարունակում ենք տեղադրել հավի թևիկները եւ սպասել, որպեսզի այն լավ կարմրի։ Անտիր։ Այո։ Կարծում եմ բաղադրատոմսի հետ ամեն ինչ պարզ է, շատ էլի հեռուստադիտողներ ուսա։ Այո, շատ պարզ է եւ հիմա իհարկե կունենանք կարճատև դադար մեր եթերում, բայց հետո կողջունենք մեր այսօրվա երկրորդ հյուրերին, հետո անպայման վերջում կվերադառնանք խոհանոց, որպեսզի այս ամենի վերջնական տեսքը եւ իհարկե Ադրինեի էսթետիկ մատուցման ձևը բոլորիս աչքը շոյի եւ որպես օրինակ վերցնենք, որպեսզի մեր տներում առանձին պատրաստելու եւ հյուրեր դիմավորելու կամ մեր հարազատներին ուրախացնելու համար հենց այդ տարբերակը նախընտրենք։ Շատ շնորհակալ եմ քեզ։ Ես կփորձեմ այստեղ կարգի բերել, քանի որ այսպես մի փոքր թափթփվեց խոհանոցը, բայց դե դա նորմալ է։ Հիմա կարգի կբերեմ, իսկ վերջում արդեն այդպես գեղեցիկ կփորձենք տոնական սեղան պատրաստել եւ ձեզ մի փոքր հուշում անել, թե օրվա ընթացքում ինչ կարելի է պատրաստել։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը։ Ապրիլի 30-ին տեղի ունեցավ խազեր երաժշտական մրցանակաբաշխությունը։ Բերբերյան ընտանիքն արժանացավ 3 խազեր մրցանակի։ Ավետիս Բերբերյանին տարվա լավագույն ազգային երգի մշակում անվանակարգում եւ տարվա լավագույն գործիքավորում անվանակարգում հանձնվեցին մրցանակներ։ Իսկ տարվա լավագույն կոմպոզիտոր ճանաչվեց Անդրանիկ Բերբերյանը։ Եվ այս առիթով մեր տաղավարում են կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը եւ կոմպոզիտոր երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց եք։ Հարկ տիրոջ։ Շնորհավորում ենք։ Շնորհավորում ենք, այո։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։ Ցանկացած մրցանակ ինչին է բերում այդ Միքայելը, ինչն է ավելացնում կամ ինչ պատասխանատվության է բերում հետո։ Բերում է պատասխանատվության միանշանակ առաջնային, որ թե քո հաջորդը ինչ է լինելու, քո հաջորդ անելիքը, հաջորդ ստեղծագործությունը կամ երկիշների պարագայում կարող լինի հաջորդ երգը եւ այլն։
Իսկ անշուշտ մրցանակը, որը ուրեմն խազերը շնորհվեց, ինձ զգայական շատ ամփոփիչ զգացողություն է տալիս 24 թվականի համար, որը շատ ժամանակ շատ հաճելի է, որտեվ երբ կատարում ես շատ աշխատանք, շատ հաճելի է, երբ վերջում այսպիսի մի հատ եզրահանգում է այն ստանում։ Այդպես։ Դուք ինչ կասեք։ Ինձ թվում է, երբ որ ինչ-որ մի բան ձեռնարկում ես, մի ստեղծագործական պրոցեսի մեջ ես մտնում, ընթացքին երբեք որևէ բանի մասին չես մտածում։ Ու երբ որ գալիս է պահը ու արդյունավետ, այսպես ասենք, գնահատականի է արժանանում աշխատանքդ, իհարկե շատ հաճելի է, շատ զգացական տեսակետից ուրախալի, այնուամենայնիվ ինձ թվում է արվեստագետի համար ստեղծագործական պրոցեսը երբեք չի նախանշում ավարտը, արդյունքը, ամենակարևորը ընթացքն է եւ անկախ նրանից թե դա ինչ արդյունք կունենա, այդ գոհունակությունը քեզ պետքա տա ընթացքը, դու ամբողջապես այդ ստեղծագործական պրոցեսը պետք է բարձրացնես ու երբ որ այդ վերջի ֆինալային երկու ակորդը պետքա դնես, այդ ժամանակ նոր, ոնց որ ասում են, խորը շունչ ես քաշում, նոր հասկանում ես, որ արդյունքներն ինչ են քեզ համար։ Այ երբ որ այս տեսակ ուրեմն միջոցառումների, մրցանակաբաշխությունների արդյունքում ստանում ես գնահատական մրցանակ եւ այլն, դա արդեն ուրիշ պրոցես է, հա, ամբողջական է, միասնական չեն արվեստագետի համար։ Արվեստագետի համար այդ իր ստեղծագործական պրոցեսն է։ Սա իսկապես տարբեր էտապ է այդ մրցանակաբաշխությունը, որը մղում է նոր ընթացքի։ Այո։ Անշուշտ, բայց ուզում եմ անպայման նշեմ Երաժշտական ակադեմիայի կողմից ստեղծված խազերի մրցանակաբաշխությունը, որ իսկապես բավական բարձր նիշի ուրեմն այո, մրցանակաբաշխություն է եւ ցանկանում եմ, որ հաջորդիվ էլ ավելի արվեստագետներ կներգրավվեն, էլ ավելի շրջանակը կընդլայնվի, հա, եւ այդ մրցակցական պոզիտիվ մրցակցական նկատի ունեմ, հաջողությունը առավել կընդլայնի խազերի մրցանակաբաշխության ուրեմն երթը մեծ բավականություններ, թե իր գեղագիտական, թե իր գաղափարական տեսակետից բարձր ուրեմն նիշ է դրված, այնպես որ մրցանակաբաշխությանը միայն հաջողություն եմ մաղթում եւ Աստված առաջ մեծ գործունեություն է ծավալվում։ Նշեցիք այդ process արվեստագետի համար շատ կարևոր է, հա, այդ ընթացքը, ինչպես այդ ամենը ստեղծվում, ինչպես է հնչյունը հնչյունի հետ կապվում, սա process-ն է։ Իսկ երբ որ ավարտվում է արդեն եւ առավել եւս արժանանում է մրցանակի, արդյոք հետո չի բերում Պիգմալիոնի տրամադրությանը, որ դառնում է սովորական այդ ամեն ինչը։ Չէ։ Չէ։ Ոչ։ Չէ։ Ոչ։ Դու պարզապես գնահատում ես արդյունքը քեզ համար։ Եվ նաև ոչ թե սովորական քեզ համար, այլ հասարակությունն է դատում մեծ հաշվով, այս դեպքում ակադեմիայի շուրջ 300 անդամներ,
անկախ մեկը մյուսից քվեարկել են, այսինքն այնպես չի, որ մի խորհուրդ է եղել եւ փոքր կազմի մեջ արդյունքներ են ամփոփվել, բաց լայն հասարակության ամենատարբեր շերտերի մասնագետներ, պրոֆեսիոնալներ, այսպես ասած, գնահատականի են արժանացրել այս սրանում իսկ իր լայն արդյունքն է, սրա մասին է խոսքը, ու արվեստագետի համար անշուշտ ուրախալի արդյունքներ են։ Ինձ հետաքրքիր է սպասում եք, որովհետև շատերը նշում են, որ օրինակ մրցանակը կարևոր չէ, բայց երբ նոմինացիայում այդ 3 անվանակարգերից մեկում տեսնում եք ձեզ եւ այդ մի քանի վայրկյան առաջ ինչ զգացողություններ են ու հավատում եք, որ օրինակ դուք կլինեք կամ մտածում եք, թե ոչ, ինչպես։ Հետաքրքիր ձեզ մի բան ասեմ, իմ անվանակարգում նաև դուստրս էր մրցակիցս, Ջուլիանա Լևոնյանը, այո, գործիքավորման անվանակարգում, պատկերացնում եք, հայր եւ դուստր մրցակցում էին նույն անվանակարգում։ Դուք ընտանիքով մասնակցում եք մրցանակաբաշխությանը, պաստորեն։ Չլսված բան, որ 24 թվականին բոլորս աշխատել ենք։ Հա, չտեսնված արդյունք էր, բայց ինչ էր այդ պահը։ Ինձ համար շատ անսպասելի էր։ Ես ուղղակի այն աշճան շվարեցի, որ նույնիսկ մրցանակը ստանալիս չկարողացա խոսել երկրորդ անգամ։ Այդ զգացական պահը շատ անսպասելի էր, անշուշտ։ Իհարկե Ջուլին դեռևս շատ ասելիք ունի առջևում, Աստված առաջ, սակայն շատ ուրախ եմ, որ Անդրանիկը իր քրտնաջան, տեխնաջան հսկայական քանակի ուրեմն ստեղծած աշխատանքների շնորհիվ արժանացավ լավագույն կոմպոզիտորի մրցանակին, բայց ես գիտեմ, թե այդ 24 թվականի ընթացքին ինչ ահռելի մեծ եւ տարբեր աշխատանքներ ա արել։ Անդրանիկ, եթե չեմ սխալվում, նաև Անահիտ ունեք։ Այո, երկու Անահիտ կինոյի, այո, ասպարեզում այնտեղ երաժշտության հետ կապված, որն է ավելի հոգեհարազատ, կինոյի համար երաժշտությունը, թե երաժշտություն, որը արդեն մի փոքր այդ սահմանից դուրս է գալիս եւ ավելի է տարածվում։ Իրականում դրանք շատ տարբեր process-ներ են աշխատանքային, բայց ես ամեն ուրեմն process-ին կարողանում եմ յուրովի մոտենալ, գտնել իմ հետաքրքրությունը այդ պահին հենց այդ ընթացքի մեջ, որտեղ իմ համար ստեղծագործական process-ն է ամենակատարյալը, դրանից հետո արդեն դա որպես արդյունք է գրանցվում ու կարծես բաց ես թողնում, որ գնա իր ճանապարհով եւ այդ առումով ես կարողանում եմ գաղափարը ընկալել տարբեր process-ների եւ ինքս տրվել այդ գաղափարներին ու արդեն իսկ դա ինձ թույլ է տալիս ստեղծագործել ամենատարբեր նույնիսկ ժանրերում։ Ժամանակը փոխում է երաժշտությունը, իսկ երաժշտությունը փոխում է ժամանակը։ Միանշանակ։ Դրանք զուգահեռ գնացող։ Ես ավելին կասեմ, այլևս արհեստական բանականությունն է փոխում, թե ժամանակը, թե երաժշտությունը։ Ցավոք։ Կառանձնացնեք որևէ ֆիլմի երաժշտություն, որը առանձնահատուկ է ձեզ համար։ Ինձ համար ամերիկացին է։ Իսկ ձեզ համար։ Գիտեք, շատ բարդ է այդ առանձնացումը կատարել, բայց միանշանակ ամերիկացին իմ սրտում շատ կարևոր տեղ ունի եւ Սողոմոնի երգերը, որովհետեւ շատ իմ համար շատ հետաքրքիր էր այդ process-ը եւս, որովհետեւ նաեւ այն առիթներից եղավ, որ շատ ունեցել եմ, որ վարդապետի երաժշտության հետ էլի առնչվեմ եւ ուրիշ նախագծերում եմ առնչվել իհարկե, բայց դա եւս շատ կարեւոր էր ինձ համար եւ իրականում ես ասում եմ ֆիլմում ես ինձ շատ լավ եմ զգում, ես շատ սիրում եմ հենց այդ process-ը, կենթանի, որ մենք ուղղակի այսքան զրոյից ստեղծում ենք ինչ-որ բան ու հետո երբ դու արդեն
Ինչպես ձուկը ջրում, հա։ Ու երբ արդեն ավարտել ես, ես շատ ժամանակ սիրում եմ գնալ կինոթատրոն ու հանդիսատեսի մեջ նստել ու նայել ֆիլմը կրկին, արդեն ոչ պրեմիերային, հա, պրեմիերան ուրիշ բան է եւ սիրում եմ ուղղակի հանդիսատեսի մեջ նայել ֆիլմը ու տեսնել էմոցիաները, որ ես փորձել եմ կանխատեսեմ, որը փորձել եմ կանխավ մտածեմ, թե հաշվար կանեմ նույնիսկ, հա, երաժշտական, թե ինչ որտեղ ինչ ազդեցություն պիտի ունենա էմոցիոնալ եւ դա ամենալավ, այսպես ասած, թեստն է իմ համար, որ ես միշտ անում եմ ամեն ֆիլմի դուրս գալուց հետո, որ հանդիսատեսի մեջ լսեմ ու տեսնեմ, արդյոք դա աշխատեց, արդյոք այդ տեղում հուզվեցին, թե չհուզվեցին եւ այդպես։ Այո։ Եվ քանի որ 24 թվականի ահռելի աշխատանքի մասին խոսվեց, ու մենակ դուք գիտեք հիմա, ուզում ենք մենք էլ իմանալ, մեդալի հակառակ կողմներ, էլ ուրեմն այդտեղ իմ հայտադիմումի մեջ ուրեմն կային ՎԶԲ 2024-ի տարեկան համաժողովի բացման արարողության համար գրված երաժշտությունը, որը համագործակցեցինք Վազգեն Պողոսյանի հետ, Նայիրե Ստեփանյանի հետ եւ մեդալի հակառակ կողմը մեկում կար, չէ՞, որպես տարվա լավագույն այո, կար երաժշտական բեմադրություններ եւ ուրեմն կար մեդալի հակառակ կողմի ֆիլմի երաժշտությունը ներառված, կար Յաշա եւ Լեոնիդ Բրեժնև, կար 916 կարճամետրաժ ֆիլմի երաժշտությունը, կար Արտավազդ ուրեմն դոկումենտ Արտավազդ թագավորի մասին դոկումենտալ ֆիլմ, որը որ մոտ 40-ից 50 րոպե էր, եթե չեմ սխալվում, որի ամբողջ երաժշտությունը եւս ես եմ գրել եւ դա 24 թվի իմ աշխատանքների մեջ էր։ Այդպես, այսինքն ես ունեի նաեւ ցանկը մեծ էր իմ աշխատանքների 24 թվականին արված եւ իրականում այս մրցանակաբաշխությանը նաեւ պատրաստվել եմ, որովհետեւ ուրեմն նաեւ ինձ էր հանձնված աշխատանքը բացման արարողության, հենց մրցանակաբաշխության, որտեղ որ ես մեր հիանալի երաժիշտների հետ համագործակցեցի, արեցինք մշակումներ, սկսեցինք Շարականից Մաշտոցի ու անցանք հետո տարբեր ստեղծարարություններով, տարբեր մեր ժամանակաշրջանի Սայաթնովա, Կոմիտաս եւ այլն, եւ այդ բոլորը մշակումներ արեցինք, արդեն այս արտիստներով Չէ, Ջրբաշյան չկար։ Հարությունյան։ Այո, Հարությունյան։ Եվ արեցինք ուրեմն բացման արարողությունը մեր այս արտիստներով ու նոր մշակմամբ հատուկ հենց խազեր մրցանակաբաշխության համար եւ վերջում կատարվեց արդեն բեմում հենց այդ արտիստների միջոցով մրցանակաբաշխության գլխավոր թեման, որ գրել էի, որը արդեն ամենամյա մրցանակաբաշխության թեման է եւ ֆանֆարը։ Այնպես որ ես շատ զբաղված էի մրցանակաբաշխությունից առաջ, շատ ժամանակ չէի մտածում մրցակցության մասին եւ այլն, որտեվ ես մտածում էի բացումը ինչպես պետք է անել եւ այլն ու այդ արտիստիկ ստեղծագործական process-ների մեջ էի։ Համոզված եմ, որ նաև շատ ծանրաբեռնված եք հենց այս տարի նույնպես, էլի շատ, հա, չգիտեմ, ֆիլմերի առումով, պարզապես լավ երաժշտության ստեղծելու առումով, այնպես որ հույս ունենանք, որ արդեն հաջորդ տարի կիրականանա էլի մրցանակաբաշխությունը եւ էլի շատ ու շատ տաղանդավոր ու կարեւոր գործեր կներկայացվեն։ Սիրով, ու նաև նշեմ, որ ասիկ նաև մրցանակի հետ կապված պիտի նշեմ, որ շատ նաև ազդեցիկ է իմ համար այն, որ իմ ավակ ընկեր Նուրի ստեղծագործությունն է այդ մրցանակը նաև, որը շատ գեղեցիկ մրցանակ է ստեղծել եւ իրականում շատ հետաքրքիր գաղափար է, հա, կոդավորել այդ մրցանակի մեջ։ Այո։ Նուրը երբեք ուղղակի ոչ մի բան չի սարքում, հա, եթե ինչ-որ բան կա, դա ենթարկում է տրանսֆորմացիայի եւ բնականաբար ներսում շատ ու շատ թակիր գաղտնիքներ կա թաքնած, դա հենց Նուրի առանձնահատկությունն է, ասեմ որ այդ ամենը կա նաեւ այն երաժշտության մեջ, որը դուք եք ստեղծում, այնպես որ շնորհակալություն ձեզ այդ հրաշալի աշխատանքի համար եւ քանի որ արդեն կա 3 մրցանակ, դե առիթ է նշելու համար, երևի թե արդեն ամեն օր նշում եք, ուզում ձեզ նվիրել Ջովանի Սարգոն Սպիտակ չոր գինին, որը էլի եւս մեկ առիթ կընձեռնի, որպեսզի նշեք այդ հրաշալի մրցանակները եւ շնորհակալություն ձեզ։ Շատ շնորհակալություն, մենք անպայման ընտանիքով կնշենք։ Այո, հաջորդ աշխատանքներին արդեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դե ինչ կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։
Եվս մեկ անգամ բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, ջան սիրելիներս, ես ավարտել եմ իմ գործը, փորձեցի շատ արագ պատրաստել սեղանը եւ ներկայացնել։ Այսօր պատրաստեցինք բանջարեղենով հավի թևիկներ, շատ գեղեցիկ տապակված եւ իհարկե սամիթով բրնձով փլավ, որի կացայի հատակին դրել էի կարտոֆիլներ։ Այսպիսին էր այսօրվա տոնական մեր պատրաստությունը, խորհուրդ եմ տալիս դուք էլ փորձեք օրվա ընթացքում եւ իհարկե արձագանքեք։ Իմացեք ես ձեզ շատ եմ սիրում եւ կհանդիպենք։ Ինչպես տեսնում ենք, արդեն տոնական տրամադրության մասին մտածել է Ադրինեն, ծաղիկներ, փուչիկներ, համեղ ուտեստներ, քիչ հետո մենք բոլորս ոչ թե կճաշակենք, այլ կնշենք Սոնայի ծնունդը։ Իսկ Սոնայի ծնունդը նշելու համար մեզ կօգնի նաև Իջևանի գինու գործարանը իր համեղ գինիների տեսականիով, որը շատ լայն եւ շատ իհարկե հասանելի յուրաքանչյուրիս համար։ Էլ չասեմ պահածոների եւ իհարկե համեղ կոմպոտների մասին։ Այո, գինու հետ չմոռանաք առանձնացնել պանիրների լայն տեսականի, որը առաջարկում է Էլոլա ընկերությունը, այս ընկերությունը առաջարկում է նաև անարատ կաթից պատրաստված կաթնամթերք։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Տոնի տրամադրությունը զգացեք, որովհետև այն պետք է փոխանցել միայն ու միայն էմոցիաներով։ Էմոցիաներ փոխանցում են արև բացիկները, որոնք ներկայացնում են վերջի զանգի համար նախատեսված հատուկ բացիկները, որտեղ ներառված է Թաթա Սիմոնյանի Վերջին զանգ երգը իր տեքստով եւ բնականաբար տալով նաեւ հնարավորություն ձեր բարեմաղթանքը ներառել այնտեղ։ Իսկ բացիկի ետևի մասում QR կոդն է, որին պարզապես մոտեցնում եք հեռախոսը եւ միանգամից միանում է Վերջին զանգ երգը։ Այնպես որ այս էմոցիաները հատուկ շրջանավարտների համար հատուկ արև բացիկների կողմից։ Բացիկները հարցրեք Kaiser սուպերմարկետում, արև Cards Instagram-ի էջով կամ պարզապես քաղցր եւ ծաղկաշատ վայրերում։ Եվ ձեր լավագույն առիթները վստահեք բյուրի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Master-Rite Barber Shop-ն էլ պատրաստ է յուրաքանչյուրին դարձնել արագ գեղեցիկը կամ աշոտ երկաթը, չմոռանալով, որ Master-Rite-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Այնտեղ բարբերների հրաշալի վարպետները կարող են ձեզ տալ հենց այդ հնարավորությունը։ Ոճային եւ տարբերվող էլ կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ ձեռք բերեք ամբողջ գարնանային նոր տեսականուց ձեր ոճին ամենահամապատասխանը։ Իդեպ գործում են նաեւ մեծ զեղչեր։ Գարնանային վերջին ամսվա յուրաքանչյուր առավոտը մենք շարունակելու ենք ձեզ ասել բարի լույս, այսպիսին է մեր առաքելությունը եւ այսպիսին է մեր տրամադրությունը։ Արևներ կտանք վաղը նաեւ ձեզ եթերից, իսկ այսօր սիրով աշխատեցին Սուրենը, Սոնան, Ալդրինեն ու մեր ողջ թիմը։ Եվ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։